Արարատի մարզի նոր ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է։ Այդ մասին ինչպես խոստացել է հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից եւ մայրաքաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 1236 շարժակազմ, պլանային քանակը կատարվել է 100%-ով, այսքանը շնորհակալություն։ Իսկ պարոն Բեջանյան, մեր նոր գործարկված տրոլեյբուսներից ինչ արձագանքներ ունենք։ Շատ բարձր, պարոն քաղաքապետ։ Բարձր, լավ թե բարձր։ Լավ, բնականաբար լավ։ Եվ մենք դեռևս ունենք տրոլեյբուսային ցանցի հետագա զարգացման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ պարոն Գրիգորյան, ձեր առաջին հանձնարարականը պետք է լինի երկու հիմնական հանձնարարական ֆիքսենք նաև գործակարգավարականի համար, ամբողջացնել տրանսպորտային ցանցի բոլոր նախորդ վերլուծություններով եկած տվյալները եւ վերջնական որոշման ներկայացնել, թե ինչ վերջնական մոդելի հավելյալ տրանսպորտային միջոցների կարիք ունենք ձեզ ու պարոն Այվազյանին այս հանձնարարականը եւ իհարկե, բայց առաջին փուլով մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք, առաջին փուլով մինչև երևի թե աշուն ցանկալի է, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային երկու հիմնական գծերի կահավորումը, այսինքն գծանշումների իրականացումը, սա լինելու է ձեր այն ամենակարևոր աշխատանքը, որը որ էականորեն մեր հանրային, այսինքն այդ ուղեգծերն էլ արդեն մոտավոր ունենք, երկու տարբեր ուղեգծեր եւ իհարկե վերջնական որոշման համար եւս մեկ քննարկում կունենանք, բայց այդ հիմնական մեր հանրային տրանսպորտի երկու արտերիան, այսպես ասած, երկու հիմնական ճանապարհը, որտեղ որ պետք է առանձնացնենք նրանց համար գիծ, դա պետք է իրականացնենք, ցանկալի կլինի, որ մինչև աշուն հասցնենք, հետեւաբար ձեր եւ պարոն Այվազյանի խնդիրը կայանում է այս բոլոր վերլուծությունները ամփոփելու մեջ եւ վերջնական լուծումը առաջարկելու։ Իրականում մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից եւ Երևան քաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի, բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը շարունակաբար պետք է ավելի ու ավելի հարմարավետ դառնա։ Երևանի մի շարք վարչական շրջաններում մեկնարկել են մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Նոր Խարբեր թաղամասում մեկնարկել են Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Նորնորդ վարչական շրջանի թիվ 112 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտված են։ Աչափնյակ վարչական շրջանի թիվ 36 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են, կատարվել են ոռոգման ցանցի նորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, տեղադրվել են շվաքարաններ։ Եվ թիվ 97, 164, 143 եւ 99 մանկապարտեզների բակերի բարեկարգման շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը կնքված են, աշխատանքները ընթացքի մեջ են։ Թիվ 95 մանկապարտեզի բակի պայմանագրերը նույնպես կնքված են, շինարարական աշխատանքները կսկսվեն տարածքում կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացվող աշխատանքների ավարտից հետո։ Եվս մի կարելի ասել ստացված ծրագիր, որ Երևանի քաղաքապետարանը մեկնարկեց մի 2 տարի առաջ եւ սկսեց իրականացնել բոլոր այն մանկապարտեզների բակերի հիմնանորոգումը, որտեղ որ արդեն շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են, որովհետեւ մեր տարբեր ծրագրերով
բակային բարեկարգումները չէր իրականացվում, հիմա կարելի ասել այս մանկապարտեզը ստանում են ամբողջական տեսք եւ երեխաների խնամքը կազմակերպվում է ամբողջապես նոր միջավայրում, սկսած շենքից, ավարտած նաեւ բակով։ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքով, Երևանում Վարդավառը այս տարի նշվելու է նոր ձևաչափով։ Մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ տոնը հուլիսի 12-ին նշվելու է բավականին հագեցած ծրագրով։ Մենք ունենալու ենք հուլիսի 12-ին կիրակի օրը ունենալու ենք արդեն նաև այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թե բովանդակային մասով, թե գեղագիտական մասով եւ կազմակերպչական մասով Վարդավառ փառատոնը Երևան քաղաքում հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, հայտնի արտասահմանյան այդ թվում DJ-ների եւ ջրային գոտիներ, ջրային ակտիվություններ կարծում ենք, որ այս միջոցառումը այսպես այնպես Վարդավառը ավանդական միջոցառում է, որ յուրաքանչյուր տարի մեծ ուրախությամբ նշում են 0-ից 0+ ցանկացած տարիքի ուրեմն մարդիկ մեր սիրելի քաղաքացիները, բայց այս տարի որոշակի նոր ձևաչափ ենք մտցնելու եւ կարծում եմ սա կնպաստի հետագայում տուրիստական մեծ ներհոսքի եւ մեր բրենդի Վարդավառի այդ ֆեստիվալի աշխարհով մեկ ավելի հայտնի դառնալու եւ նոր ձևաչափով, այո, կարծում եմ մեր այցեքարտերից մեկը կդառնա, ինքը այսպես թե այնպես մեր այցեքարտերից մեկը է, բայց մի նոր մակարդակի այցեքարտ որակական կդառնա եւ հետագա տարիներին նույնպես մենք կարծում ենք, որ Երևանի քաղաքապետարանը շարունակական կանի այս ծրագիրը, այնպես որ բոլորին հուլիսի 12-ին անկախ տարիքից, սեռից հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հրապարակ, գլխավոր միջոցառումներ այնտեղ են անցկացվելու ժամը 12:00-ից եւ միասին կուրախանանք կտոնենք մեր սիրելի տոնը։ Նոր ձևաչափի փակագծերը մի փոքր կբացեք, դուք մեծ համերգային ծրագիր միջազգային DJ-ներով, թե այս շտատումներով։ Համերգային ծրագիր DJ-ներով, ավելի շատ ջուր, ավելի շատ ուրախություն, ավելի թաց մարդիկ եւ այդ ջուրը երաժշտությունը իր հետ համադրելով նաեւ կլինեն որոշ մրցույթային ծրագրեր, մրցույթներ կլինեն, որտեղ կլինեն թաց մրցույթներ կլինեն, որտեղ կլինեն հաղթողներ, երեխաների համար ունենալու ենք հատուկ գոտի, նույնպես ջրային բաղադրիչով, այսինքն երեխաները կարողանան իրենց ժամանցը հասկացնել այնտեղ ավելի ապահով միջավայրում, հենց երեխաների համար նախատեսված, ունենալու ենք food court, որտեղ որ կարողանան մեր թաց քաղաքացիները եւ զբոսաշրջիկները մի փոքր շունչ քաշել եւ սնվել եւ ունենալու ենք նաեւ շատ այլ անակնկալներ, կարծում եմ, որ այս ֆորմատը կսիրվի եւ հիմնական գաղափարը հետեւյալն է, որ մենք որևէ տեղ որևէ բան չենք արգելելու, որևէ բան չենք սահմանափակում, մեր քաղաքացիները նախորդ ժամանակներից արդեն ավանդական ձևավորված իրենց լոկացիաներում շարունակում են տոնել, ոնց որ տոնում են, մենք ուղղակի տենց համադրում ենք ավելի այսպես երաժշտության եւ մնացած բաղադրիչներով ավելի հետաքրքիր ենք սարքում, պետք է դառնա մեր Երևանյան եւ Հայաստանյան այցեքարտերից մեկը ամբողջ աշխարհով ճանաչված լինի։ Հունիսի 18-ին եւ 19-ին Իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկա էր ASOF 2026 հայագիտական եւ մշակութային ընկերության ամենամյա համաժողովին, որը անցկացվում էր Դիլիջանում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։ ASOF-ը շուրջ 400 հայ եւ օտարազգի առաջատար գիտնականների, արվեստագետների, ձեռնարկատերերի եւ մասնագետների միջազգային ցանց է, որը գիտության, կրթության, հետազոտությունների եւ մշակույթի միջոցով միտված է Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, երկրի զարգացմանը եւ ապագայի ձևավորմանը։ Համաժողովը այս տարի եւս միավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների, ստեղծելով գիտելիքի, համագործակցության եւ նոր գաղափարների փոխանակման եզակի հարթակ, ասված է հաղորդագրության մեջ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոմիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։
Կողմերը անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական եւ սահմանադրական բարեփոխումների ընթացակարգին։ Սրփուհի Գալյանը անդրադարձել է նաեւ ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորված անձանց թվի հարաբերակցությանը։ Կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում Երևանում անցկացվելիք Հայաստան-Եվրոմիություն մարդու իրավունքների երկխոսության եւ Արդարություն, ազատություն եւ անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները։ Երկու ստեկ մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւս։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների եւ շահագործողների ներկայացրած հաշվետվությունների եւ հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու արկա վիճակի վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացման ուղղված հետագա անելիքները։ Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ եւ տրվել նոր հանձնարարականներ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ եւ առաջատար ընկերություններ ներկայացրել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից մանրամասնում են, որ Եվրոպայում Հայաստանի Հանրապետության կապի սպա Արա Ֆիդանյանն ու ներքին գործերի նախարարի մամլոք-արտուղար ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոստիկանության եւ փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։ Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակներում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։ Նոր կամուրջ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հայ-ֆրանսիական ամուր կապերը առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկաֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների եւ հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։ Քաջարյանի համայնքապետարանը հայտնում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվեն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակներում եւ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։ Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտիեն, Վիեն քաղաքի քաղաքապետ Օվեն-Ռոն-Ալպեր Սյունիք համագործակցության ցանցի նախագահ Թիվերի Կովաքսը, Սեն-Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվոհյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր եւ գործընկերներ։ Միջոցառմանը ընդգծվել է, որ ֆրանկաֆոն կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է ոչ միայն Քաջարյանի, այլև ամբողջ Սյունիքի մարզի համար։ Այն դիտարկվում է որպես Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև բարեկամության, համագործակցության եւ ընդհանուր արժեքների խորհրդանիշ։ Ֆրանսիացի պաշտոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքը Սյունիքի նկատմամբ արտահայտվում է նաեւ ակտիվ համագործակցությամբ եւ փոխայցելություններով։ 14 տարի մասնագիտական ընտրությանը հավատարիմ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի լավագույն ծառայողի, հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայող Տիգրան Մանուկյանի համար տարիները պարզապես կենսագրության մաս չեն, այլ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում առաքելությունն անշեղորեն իրականացնելու հնարավորություն։ Ոստիկան դառնալու ցանկությունս եղել է դեռ մանկուց, առաջին քայլս արել եմ 2012 թվականին, ընդունվել եմ ոստիկանության ակադեմիա։ Ինձ համար ոստիկանության գվարդիայում ծառայել է արժանապատվությունը։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, եթե ցանկանում են դառնալ ոստիկան, չվախենան դժվարություններից եւ գնան իրենց երազանքի հետևից։ Ոստիկանը 24 ժամ լինում է ոստիկան, նույնիսկ աշխատանքից դուրս։ Ամենամեծ պատասխանատվությունը դա բարեխիղճ ծառայություն իրականացնելն է։ Ամեն օր ծառայության մեջ լինելը
ինձ սովորեցնում է լինել ավելի պատասխանատու, ավելի կարգապահ, պատրաստ լինել ցանկացած դեպքի անմիջապես արձագանքելու համար։ Բարեխիղճ ծառայության համար Տիգրան Մանուկյանը ղեկավարության կողմից արժանացել է խրախուսանքների։ Նրա փորձառության, մասնագիտական եւ անձնական որակների մասին լավագույնս վկայում են գործընկերները։ Բոլորի գնահատականներում կրկնվում է մեկ բնորոշում՝ Տիգրանն ունի բացառիկ նվիրվածություն։ Ծառայության ժամանակահատվածում ենթասպա Մանուկյանը ցուցաբերել է մի շարք դրական ցուցանիշներ, աչքի ենք թե թմրամիջոցների հայտնաբերմամբ, թե ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերմամբ եւ ցուցաբերել է բարձր պատրաստակամություն։ Մանուկյան Տիգրանի աչառլուծության շնորհիվ արագ արձագանքել եք տարբեր իրավիճակներում։ Դա կլինի զանգվածային միջոցառումների ժամանակ, թե վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ, թե հանցագործների կանխման, նախակախման, թե բացահայտման ուղղությամբ։ Միասին ծառայել ենք տարբեր ստորաբաժանումներում, աչքի է ընկել միշտ բարեխիղճ ծառայությամբ։ Տիգրան Մանուկյանը որպես ջոկի հրամանատար ցանկացած առաջադրանք եւ խնդիր, որը որ դրվում է իր առաջ, ինքը կատարում է դա անվերապահորեն, շատ անմիջական է եւ նախաձեռնող եւ ցանկացած թերություն արագ շտկում է եւ օրինակ է ծառայում ենթակա ազնագազմի համար։ Լավագույնի կոչման արժանանալը ինձ համար պատիվ է եւ ավելի մեծ պատասխանատվություն։ Այս գնահատականը ինձ պարտավորեցնում է ավելի լավ ծառայել եւ կատարել իմ առջեւ դրված խնդիրները։ Այսպիսին էր ոստիկանության գվարդիայի 2025 թվականի լավագույն ծառայող Տիգրան Մանուկյանը։ Ինչպես ինքն է վստահեցնում, նույն պատասխանատվությամբ եւ հանրության անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ պատրաստ է շարունակել ծառայությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված հաշվանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տուն։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել բնակիչների կենսապայմաններին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով։ Նշենք, որ համայնքային փոքր տները նախատեսված են 18 տարին լրացած հաշվանդամություն ունեցող անձանց, այդ թվում մտավոր եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Դրանք միտված են խթանելու անկախ կյանքը, սոցիալական ներառումը եւ համայնքում ապրելու իրավունքի իրացումը, ապահովելով անհրաժեշտ խնամք, աջակցություն եւ սոցիալական ծառայություններ։ Ակնաշենի փոքր տանը այս պահին բնակվում է նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններից տեղափոխված 12 բնակիչ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Կողմերը քննարկել են փոստային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման եւ առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականի Հայ Post ընկերության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին։ Կալանավորվել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը, որը 1 տարի է հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով տեսակցությունների սահմանափակմամբ։ Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել մի շարք հոդվածներով։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացուները նույն դաշինքի համակիրների եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստական անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Այդ պարկերից բդիտասա։ Այդ պարկերն է։ Աննա թորտանասն է։ Չէ, մեկ սան Սենոնանդո են հարցրի մսիշկան է, սա քուգուտ բդյանի 120։ Օրի արսոց այն էսպերը։
Մերը 25 կը ինգել լիշնի։ Ես էսի եկուց վերցնենք, հետո դուսի չի եղնի Ես կա վախուկամ դու փագես։ Հա, հետո ցերեկը վտանգավոր է, հա, ավելի բան, Չէ, վտանգավոր բան, աղջիսի գուտը սա կոմորդ անունավ կանունները գրեի, լուսոն հետը դե չաղը։ Բայց ինքնև բանը, մեր դին սադիս կնդրե։ Հաստատ վայ ապրի արևդ։ Հա, իրանն է գիտես բանը կրանց է մեգից իրանց էլ։ Հա, լյաննել, ուկամ կտեն։ Դու իմս մամային է կրե։ Լուսոյնը։ Լուսոն բդի կնդրե, չէ։ Իրանցն է գրեելի։ Չիտես անազգան հայրաններ, նստի մեր կուգըտ մամայինը, լուսոյնը եկ աղջկանը։ Թարավոտ տաս ասկիս։ Ժանա ճարանք, բանը անուն ազգանունը հա կրես, այդ հասե բանը բդի չկրես, լյանը լուսին են կուզես կրես, հա, կուզես իրանց է հարսերակրը, իրանք է բդին դրեն կարել։ Հա, դես ինչ միտքս ընկավ, հերմինենսն էլ բանեն ես ազգանունները կրես։ Հերմինեն մերը հարսը դոնսն է կրնաս է հարսերակր եկոն է ազգանուն անուն է։ Ոբշեմ Ժանետ, եկուց ժամը, պես 5-ից հետո բանենք, աշոտ ենք ստեղ կեղնին, դու ծուծակները դարարի, թող իրանք նայեն, իրանց հետ խոսա։ Ընձի իրանք ինչ-որ կսեն, ես այդ նույնը ձեզնից կպահանջեմ, բայց չէ ես իմ գլխիս ինչ-որ բաներ կենեմ։ Դու բերել ես 10 հոգի կներես, աշոտը բերել ես 10 հոգի խոսքորինը։ Տվել ես աշոտին, ընդրության վրա, աշոտին զանգուց տա։ Աննա տվել է տեսինջան, Ադոյի մեջից տեսինջան, չի գնացել տեսինջան, որ եկելովա։ Եվ զանգ է, տեսինջան, լուսան չի գնացել, և կերտա, դուք որ է տվել եք։ Ես են չիքսե մարդուն ճան, պես արդեն կրե 10 հոգի բերել են, չէ, բերնի մարդիկ են։ Երկուց էլ երկոտյունի ու պդիլկան տեսնում։ Ամեն մեկը ձեր պատասխանատուին դի ենթարկվի։ Աշոտի թիմը աշոտի։ Մյուսը մյուսին, բայց այս բոլորի պատասխանատուն Մարդունն է։ Մարդունի պատասխանատուն ես եմ։ Իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է, գիտեցեք։ Հիմա դուք պիտի վերաշխատանքը մեծ ներկայացրածեղնեք, որ ձեր միջից ես ասեմ կստավալ անսպրիթանեմ հմի ոնց եմ նայել, որ տեղամասի վրա որ եք կստավալ անցնել, ես չգիտեմ դուք այդ տեղամասի մեջ ինչ եք եղել։ Հա, տեսան անդամներին 4-5 հոգուն գրե բերել եք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2023 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրաված էին փրկարար եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև 17:05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 եւ 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված վայր։ Քիր Սթարմերը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի եւ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոններից հրաժարական տալու մասին։ Վարչապետի նստավայրի առջև ելույթում Սթարմերը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում իր կայացրած ցանկացած որոշման ժամանակ առաջնահերթություն է տվել իր սիրելի երկրին։ Նա հայտնել է, որ կմնա պաշտոնում մինչև Լեյբորիստական կուսակցությունը նոր ղեկավար ընտրի։ Նա խնդրել է կուսակցության կառավարող խորհրդին այդ գործընթացն ավարտել մինչև սեպտեմբերին խորհրդարանը վերադառնա արձակուրդից։ Վարչապետը հայտնել է, որ արդեն խոսել է Չարլզ III թագավորի հետ։ Վարչապետի պաշտոնում Սթարմերին ամենայն հավանականությամբ կփոխարինի Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, ով հունիսի 18-ին հաղթել է Մեյքերֆիլդի շրջանում եւ պետք է այսօր ստանա պատգամավորի մանդատ համայնքների պալատում։ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի 5-րդը վերջին 4 տարվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել են Աբելարտո դե լա Էսպիրելային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին պաշտոնյաները նշել են սոցիալական հարթակներում։
Թրամփը Truth Social-ում նշել է, որ նա հաղթել է եւ դա հրաշալի է։ Ավելի վաղ Դելա Էսպիրելան հայտնել էր, որ խոսել է Թրամփի հետ, ով շնորհավորել է իրեն։ Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ ընտրությունների արդյունքում Կոլումբիայի լավագույն օրերը առջևում են։ Հենց նոր խոսեցի Կոլումբիայի ընտրված նախագահ Աբելարդո Դելա Էսպիրելայի հետ, շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Թրամփի վարչակազմն անհամբեր սպասում է ձեր նորընտիր վարչակազմի հետ սերտ գործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը խթանելու, Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթը վերացնելու եւ մեր տնտեսական կապերը ամրապնդելու համար։ Կոլումբիայի լավագույն օրերը դեռ առջևում են, նշել է Մարկո Ռուբիոն X-ում գրառման մեջ։ Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 49.7%, իսկ նրա մրցակից Իվան Սեպեդան 48.7%։ Բելարուսը պետք է դադարեցնի վառելիքի մատակարարումը ռուսական բանակին, հակառակ դեպքում Ուկրաինան կձեռնարկի նախ հրապարակային, ապա ուրիշ քայլեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ հունիսի 19-ին Կիևում Հոնդուրասի նախագահ Նասրի Ասֆուրայի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել էր, որ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներն ուղղորդող կրկնիչները հեռացնելու համար։ Հակառակ դեպքում նա սպառնացել է, որ դա կանի Ուկրաինան։ Դրանից առաջ Բելարուսի առաջնորդը Ալ-Արաբիա հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Զելենսկուն ուղղված իր կոշտ խոսքերի համար եւ վստահեցրել, որ Մինսկը չի մտնի պատերազմի մեջ։ Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել նավին, որը ենթադրաբար թմրանյութեր էր փոխադրում Կարիբյան ծովում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Հարվածի հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը ողջ է մնացել։ Հարավային հրամանատարությունն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությանը, որպեսզի ողջ մնացածների համար ակտիվացվի որոնողական փրկարարական համակարգը։ Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով 2025 թվականի աշնանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ամերիկյան հարվածներից զոհվել է ավելի քան 200 մարդ։ Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4106-ի։ Տեղեկություններ են հաղորդվում, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանում շիաների Հեզբոլահի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 49 մարդ, ևս 32-ը վիրավորվել է։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը կենտրոնացրել են իրենց հարվածները Ալի Տահեր բարձունքների ուղղությամբ, որտեղ պաշտպանվում են Հեզբոլահի մարտիկներ։ Անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել նաև Քֆար Թեփնիթ քաղաքին եւ Նաբաթիե Էլ-Ֆավկա արվարձանին։ Հարձակումների հետևանքով գրանցվել են զոհեր, որոնց թիվը ճշտվում է։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, զոհերի թիվը 250-ը։ Հունիսի 22-ի դրությամբ կա էբոլայով ախտահարված 1003 հիվանդ, մահերի թիվը հասել է 254-ի, մահացությունը կազմում է 25.3%։ Հիվանդանոցներում եւ բժշկական մեկուսարաններում գտնվում է 365 մարդ։ Նախարարությունը նշում է ապաքինման մակարդակի ցուցանիշների բարելավումը, բայց տեղի է ունեցել շփումների հսկման մակարդակի նվազում։ Այն կազմում է 58%։ Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայից հիվանդության եւ մահվան դեպքեր կան նաեւ Ուգանդայում։ Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, որ 2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո առատ տեղումների եւ գետային ներհոսքի շնորհիվ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին։ Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը հունիսի 22-ի դրությամբ կազմել է շուրջ 50 սանտիմետր։ Եվ վերջում եղանակի մասին։
Արարատի եւ Արմավիրի մարզերում հունիսի 22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Նշվում է, որ հանրապետության տարածքում հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին 23-ին 25-ից 26-ը կեսօրից հետո եւ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հարավարևմտյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ից 24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։ Քաղաքամայր Երևանում հունիսի 25-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։